Հայաստանի վիճակը այն վիճակի մեջ է, որ մենք փորձեր կատարելու ժամանակ եւ հնարավորություն չունենք։ Որևէ մեկը, որ փորձված չի որպես ղեկավար, կարող է սխալներ անի, որոնք հնարավոր չի լինի հետ վերադարձնել եւ ինչ որ ձևով դա բալանսի մեջ նորից դնել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որ արդեն եղել է ղեկավար, փորձված է։ Այդ փորձի համար հենց մենք պետք է ընտրենք իրեն։ Սատարում ենք Հայաստան դաշինքին, որովհետև ամուր թիմը, դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ամուր դաշինքը։ Սատարում ենք նրա համար, որովհետև մեկ անգամ տեսել ենք, ոնց է ինքը ճգնաժամից երկիրը դուրս բերել, եթե տնտեսական աճ եղել է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում է եղել տնտեսական աճ, բարգավաճում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների ընթացքում։ Դրա համար սատարում ենք Հայաստան դաշինքին։ Այս երկիրը, այս ամեն ինչից կհանե Ռոբերտ Քոչարյանը։ Իրանից լավ ղեկավար մենք չենք ունեցել, իր օրով ժողովուրդը վարտի պես է ապրե։ Դրա համար էլ այսօր մեր ցանկությունն է, որ Ռոբերտ Քոչարյանը ասի փրկես հայ ազգին։ Այս հայ ազգին փրկե թուրքի ձեռնից։ Եղածների ծառայություն տալիս եմ Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը շատ համբերատար համեսպարտել է, ոչ թե մեկի նման անուն չեմ ուզում տամ։ Ղալմաղալանում գլուխները սավացնում այ մարդ նեղացանք արդեն բոլա էլի։ Դրանից բրձնենք։ Ինչ ասեմ, այդ մարդուն իմ դուրը չի գալի, պետք է դրան փոխել։ Քոչարյանն է միակ իմ կարծիքով այսօրվա ես համոզված եմ միակ իսկական ավելի արժանավոր տեխնացու։ Սմե բան է ճակատագրական սխալ են թույլ տվել հայ ժողովուրդը Արցախյան ճակատամարտները հայ ժողովուրդը ճակատագրական սխալ է թույլ տվել, երբ որ Նիկոլին իշխանության է բերել։ Հիմա եկել ենք մենք մեր սխալը թույլ ուղղելու, եկել ենք ուղղելու։ Նա պետք է իրան բարի ճամփա մաղթենք, ցանկանում եմ իրան ոչ թե ելնի ինտրարշավի, այլ քանիլը ազատության մեջ իր ազատությունը վայել է, որովհետև ինքը ամսի 7-ից հետո պետք է պատասխան տա թուրքամետ քաղաքականության ու ասենք հայրենիքի դավաճանության համար։ Ինքը ասենք մի հատ բարակ է, այդ բարակը պետք է աբերացիայից հանես լորդեստել։ Գուժակի պես հանես թապեսենյան, վերջի։ Թողետա ուզմետա գլոխն արդի փակնետա, յան պետք է թող է փակնետա մե երկիրը քարը դնե գլխի տակը մտածի ինչ իրա հայ ժողովրդի գլխին։ Բինքը ինչ հայ։ Ուզում եմ որ մեր Հայաստանում լավ կառավարություն լինի, հայերի մասին մտածի, Հայաստանի մասին մտածի, մեր Արարատսարի մասին մտածի, Արագածարի մասին մտածի։ Եվ Հայաստանից ինչ որ կտոր չվերցնի, չտա Ադրբեջանին։ Հիմա Ղարաբաղը տպես քիչ էր, հիմա Սևանի Բերանի կողմերը ինչ որ դելի ուզում են տան։ Հետ սովետական ժամանակաշրջանի միան կայուն ստաբիլ վիճակը ունեցել ենք պարոն Քոչարյանի օրոք, տնտեսություն, արտաքին քաղաքականություն կայուն, հանուն արտադրություն ասեմ, որ եթե պարոն Քոչարյանը 10 տարվա մեջ մեր երկիրը առաջ տարավ, նույն ավելի արագացված տեմպով Սերժ Սարգսյանը հետ տարավ։ Սա խաղաղություն չի։ Սա պրոստ իրար խափելու միջոց է, ժամանակավոր։ Իրար հետ խոսում են ու համաձայնում չեն գահագում։ Ինչ խաղաղություն բաց։ Փաշինյանը տենք նորից խափի, կամ Կարապետյանին կամ Քոչարյանին հետա։ Ցավը տանեմ, թուրքերին կզսած է պահելու։ Բայց հիմա ինչ է, սա ինչ է, ամաչում ես, որտեղ գնում ես ամաչում ես։ Ես ընտրեմ Սերժ Սարգսյանին, ընտրեմ Վազգեն Մանուկյանին, ընտրեմ Ռոբերտ Քոչարյանին։ Ես լուրջ եմ ասում։ Հիմա Ռոբերտ Այո, ամեն ինչ, երկիրը կհանի, այսօր դինած ղեկավարն է, որ Ալիևի չոքացել է, ոչ թե Ալիևի կոշնել է։